Սպիտակ Չոր Վարդագույն Կիսաքաղցր Կարմիր Swan Lake Wine Bar Գինու Սիմֆոնիա Տերյան Սայատնովա խաչմերուկ Կարապիլի Ջրամանցի համալիր Հեռախոս 096 35 10 00 Հայաստանը երկիրի առաջավոր արևելքի հյուսիս-արևելյան հատված զբաղեցնում է 46000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 3 միլիոն, ամասնությունը հայ, սահմանադրական կարգը հանրապետություն։ Սա Հայաստան է և վերջ։ Կարեն Վարդանյանի հեղինակային ծրագիրը։ Սա Հայաստանը և վերջ, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ, հերթական հաղորդումն է, մեր այս շարքի տաղավարում հաղորդման հեղինակն է Կարեն Վարդանյանը։ Կարեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ երկրորդ խոսափող ես Գարեգին Խումարյան, այսօր մի շատ հետաքրքիր փաստաթուղթ ենք ընթերցելու, մի անուն կա Լորանս Արաբացի։ Երևի բոլորդ գիտեք կամ լսել եք, այդ միայն անվան արտաբերումը արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում իր շուրջ, որովհետև Լորանս Արաբացին մի հոդվածում, մի հարցազրույցի ժամանակ շատ հետաքրքիր բնորոշումներ է տվել մեզ, իբրև ցեղի։ Այսօր մենք եւս մեկ անգամ կանցնենք Լորանս Արաբացու գնահատականով ու կփորձենք հասկանալ, որքանով էր նա մեզ արդարացի վերաբերվում։ Եվ այսպես ձեր սիրած նախադասությունից ենք սկսում, հայերը չեն աշխատելու։ Հայերը չեն աշխատելու։ Դա է ցավոտ կետ այն բոլոր հին ցեղերի, որ եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը եւ ինչ որ ժամանակ տիրած լինելով աշխարհը եւ այդ աշխարհը աշխատեցրած լինելով, կորցրել են իշխանությունը եւ դեգրադացվել։ Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության եւ բնախոսության մեջ։ Նրանց պետք չէ ծանր աշխատանքը։ Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են։ Նրանց կարելի է ստիպել աշխատել եւ զարգանալ, նրանց հնարավոր է ցանկության դեպքում շահագործել։ Նրանք անհույս չեն, նրանցից ինչ որ օգուտ կա։ Բայց առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն, նրանք չափից դուրս խելացի են ուրիշի օգտին աշխատելու համար։ Նրանք շահագործողներ են, բնազդով, բնածին, անդառնալիորեն։ Հին ժողովուրդները էվոլյուցիայի հետևանք են։ Դուք նորազգերդ պետք է սովորեք հին ժողովուրդներից։ Լորանս Արաբացին ամերիկացի լրագրողին է ասում։ Դուք նորազգերդ պետք է սովորեք հին ժողովուրդներից։ Նախկին մեծ ու հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական ու անխուսափելի արդյունքն են արհեստական ընտրասերման, որը կատարվել է այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն եւ բուծում է հեզերի, խորամանկների ու համբերատարների։ Հենց միջին դասն ապացուցեց եւ ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ հասարակությունների մեջ, այդ ստոր միջին դասը։ Ուստի ամբողջ հին աշխարհը այժմ տեսնում ենք միայն բիզնեսմեններով բնակեցված, մանր բիզնեսմեններով, վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, բայց ոչ արտադրողներ։ Այստեղ առաջ ընկնելով ասեմ, որ հայերը ըստ Լորանս Արաբացու այ բոլոր այս ձևակերպումների ու ածականների տեսանկյունից ըստ Լորանս Արաբացու գագաթնակետն են, այսինքն մենք ըստ ամենայնի ամենավոչ արտադրողներն ենք, Կարեն։ Խնդրեմ, եկեք ստեղից սկսենք, հետո կշարունակենք։ Ну, նախ երևի անցած անգամ էլ ասեցինք, այս անգամ էլ ինձ թվում է պետքա դա առանձնացնել, որ խոսքը գնում է ընդհանրացման մասին։ Որտեղ խորենացին, երբ որ անցած անգամ մենք նայում էինք, թե ինքը ոնց էր բնութագրում ուսուցիչներին, բաներին, իշխանականներին, հարուստներին եւ այլն, ակնհայտ է, որ հնարավոր չի, եթե միայն այդ բնութագրերով լիներ, այդ ազգը չի կարա գոյատևի։ Այսինքն դա ոնց որ բնութագիրն է մեծամասնությանը, բայց միշտ գտնվել են մարդիկ, որոնք այդպեսին չեն եղել եւ այդ ազգը առաջ են տարել։ Կարծում եմ այդ նույնը վերաբերում է Լորանս Արաբացու ասացին, ինքը այստեղ խոսում է ավելի բնութագրում է մեծամասնությունը, հա, բայց նաև նշում է, որ սա բնական սելեկցիայի հետևանք է, որտեղ հազարամյակներով ամենախելոքներին, ամենախիզախներին հանել են այս ազգից, բայց դա հանել են կոնկրետ պատմական պերիոդի խիզախներին, հետո ազգը նորից խիզախներ ա ծանել, բանիմացներ ա ծանել, արտադրողներ ա ծանել, այսինքն այն չի եղել, որ այսինքն ես կարծում եմ, մենք ասենք ավելի շատ գործ ունենք ընդհանրացումների հետ
Եվ կուզենայի մի բան էլ ասել, ինձ թվում է, որ այնքան ընդհանուր հոդվածը ինքը որ գրում է, ինքը քաղաքական նպատակով է գրում։ Այսինքն ինքը չի էլ թաքցնում, անգամ հեղինակը, ով այդ հարցազրույցը վերցնում է, շատ պարզ վերջում էլ սկզբում էլ ասում է, Լորանս Արաբացին ուզում է հայկական մանդատը մեզ ամերիկացիներից վզին փաթաթի, որպեսզի մենք վերջը տանք էս հայերի, որովհետև հայերին վերջը տալը շատ ավելի հեշտ է, քան փոխելը թե կամ ինչ-որ բան բացատրելը։ Ինքը այսինքն պետք է հասկանանք, որ ինքը այս գնահատականները, որ հայերին տալիս է, դա նաև այդ նպատակներ ունի, այսինքն ինքը որոշակի սրում է իրավիճակը, չի կարա սրի դատարկ տեղը, բայց կա որոշակի, ասենք, համընկնում կա, եւ ինքը դա այդ գնահատականները սրում է, որպեսզի ամերիկացիներին համոզի, որ հայերի վերջ տվողը դուք պետք է լինեք, որովհետեւ դուք այն ազգն եք, որը որ կարողացաք հնդիկներին ոչնչացնել այնպես, որ իրանք ձեր շնորհակալություն են հայտնում, որ իրանք դեմոկրատական երկիր եք հասցրել, եւ ընդ նշում է, չէ, որ թուրքերին մենք այդ գործը չենք կարող տալ, որովհետեւ նրանք այնքան արունարբու եւ փնթի են, որ ամբողջ աշխարհով աղմուկը բարձրանա, սերբերին եւ հունիներին չեն կարող տալ, որովհետեւ նրանք շատ արագ կարող են այդ սկսել եւ տեսնելով, որ կարող են ոչնչացնել որևէ ազգի, կագնել, այսինքն նրանք սկզբունքային եւ նպատակաուղղված չեն։ Դրա համար հայերի ոչնչացումը դուք պետք է անեք, իսկ ռեսուրսների տիրապետումը մենք որպես անգլիացիներ պետք է անենք, որովհետև ամենալավ ռեսուրս կառավարողը մենք ենք։ Մի դիտարկում էլ անեմ, Կարեն, բանը կոնսպիրոլոգիայի սիրահար մեր հեռուստա ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին Լորանս Արաբացին մի մեսեջ է ուղարկում բոլորիս, այ մեսեջ 100 տարի անց։ Այնտեղ նա ասում է, որ ինչպես գիտեք, բրիտանական կայսրությունը աշխարհի միահեծան կառավարման մոդելն է, ու հենց այդ միահեծան կառավարման մոդելի տեսանկյունից են հայերը պրոբլեմատիկ։ Շատ շատերը մեզանում շատ մտածող մարդիկ մեր ազգի գլխին եկող փորձանքներն ու արավիրքները հենց դրա հետ են կապում, որ հայերը այն ձևով որով կան, իրենք խանգարում են գլոբալ կառավարում հաստատելու, ուրեմն ծրագրերին, մի խոսքով որևէ կերպ չեն կարողանում տեղավորվել այդ միահեծան։ Ես կարծում եմ դա ավելի շատ ինքներս մեզ բան է սրտի մխիթարանք է, էլի, այսինքն որովհետև խաղի մեջ դու կարաս լինես միայն կազմակերպված կառույցներով, թե դրանք կլինեն թե քո հողի վրա կառույցներ, թե կարող է լինեն համաշխարհային կառույցներ, բայց քո ազգից կազմված։ Օրինակ բրիտանացիները, որ նոր դուրս են գալի դեպի Հնդկաստան ծով են դուրս գալի, տեսնում են, որ ամբողջ այդ նավատորմերը պատկանում են հայերի եւ հատուկ հենց այդ նպատակներով եւս դրանք ոչնչացվում են։ Այսինքն այն ժամանակ չունենալով պետություն, հայերը կարողացել են, ասենք, կառույցներ ստեղծել, Ցավոք սրտի, այսօր այդ կառույցները չի երևում։ Ցավոք սրտի այդ կառույցները չի երևում, եւ այստեղ երբ որ ինքը խոսում է, որ դրանք ամենակատարյալ սիրում են կառավարել եւ ստեղծված են կառավարման համար, այստեղ որոշակի բնազդաբար են շահագործում։ Ես կարծում եմ, այդ բնազդը որոշակի ժամանակ առաջացել է, եւ այստեղ սա կարծում եմ բանի հետ է կապում մեր շումերագետ Արման Ռևազյանի, որը որ իր տեսությամբ հայերը եղել են քրմական ցեղ, այսինքն այդ ցեղն է եղել, որը այս ամբողջ տարածաշրջանի քրմությունը իր վրա է եղել, այսինքն հենց այդ կառավարել, շահագործել, նայած ինչ բառով կօգտագործենք, փրկել հոգևոր քաղցից, ինչի կառավարել, որոնք որ զբաղվել են գիտությամբ, օգնել են ազգերին, այդ ազգերի թագավորներին կառավարել եւ այլն, եւ ինքը այստեղ որոշակի ոնց որ դրա մասին էլ ասում է, որ եղել է ժամանակ, որից հետո իրենց սկսել են տաղանդավորներին իրենց դեմ պայքար է գնացել, այսինքն քրմական ցեղի, այդ էլ է բռնում Արմանի ասացի հետ եւ ոչնչացրել են լավագույններին, քաջերին, խելոքներին եւ բուծել են հարմարողականություն եւ այլն։ Ու այդ ամեն ինչը իհարկե շատ նման է։ Բայց էլի եմ ասում, ես չէի ուզենա ընդհանրացնել,
որովհետև նույն խորհրդային միության ժամանակ հայերը շատ լավ էլ աշխատում էին։ Այսինքն Լորենս Արաբացին ծանոթ էր Թուրքիայի կամ Մերձավոր Արևելքի հայերին, որոնք որ ասենք մանր բիզնեսմեններ էին, չէ՞, եւ ինքը չէր կարա տեսներ նույն խորհրդային միության ժամանակ հայերը ոնց էին նույն ձևի կազմակերպված աշխատում, արտադրում եւ այլ եւ այլ, այսինքն ակնհայտորեն մենք ստեղ բան ունենք հակասություն ունենք եւ դե կարծում դրա կապված է նրա հետ թե ինչ միջավայր է եղել հայերը այդ ձևն էլ ընդունել։ Նախորդ հաղորդման ժամանակ եք լավ ասել, որ բյուզանդական կայսրությունում բյուզանդացիները որոշում էին, որ մենք աշխարհի լավագույն կռվողներն ենք ու մենք դառնում ենք ամենաթանկ հեծելազորը, Օսմանյան կայսրության մեջ, ինչպես Լորենս Արաբացին է գրում, մանր բիզնեսմեններ, վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, բայց ոչ արտադրողներ, իսկ խորհրդային ժամանակաշրջանում հենց արտադրողները որ է։ Եկեք շարունակենք այս հատվածից։ Նրանք կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան, լուր գործելու հեզորեն կտառապեն դրամ խնայելով, գործ անելով։ Այո, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով անգամ չի անցնի այդպես աշխատել։ Նրանք գործում են այնպես, ինչպես բիզնեսմենը կգործի, երկարատև, համառ, մոտենալով բաղձալի շահույթին, բայց նրանք չեն աշխատի, նրանք չեն կարող, նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը, նրանք իրենց արյամբ գիտեն, որ աշխատավարձով անգամ ամենաբարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ։ Ըստ աշխատավարձի սանդղակի կյանքը չի ենթադրում ոչ շահույթ, ոչ դրամագլուխ, ոչ առաջընթաց։ Նրանք չեն էլ մտածում այդ մասին, նրանց համար դա շատ ակնհայտ է, նրանք այդպես ապրում են։ Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել միայն հին ցեղը, աչքերը բացելուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը։ Չգիտեմ, ել եմ ասում, որ սա կարծում եմ, որ Օսմանյան կայսրության հայերի նկարագրությունն ավելի շատ, քան թե չնայած նույն Օսմանյան կայսրությունում ստեղծագործական հայերի ստեղծագործական աշխատանքի բացակայության մասին խոսելը էլի անհետեթություն, որովհետև սկսած երաժշտությունից նույն Օսմանյան կայսրության առաջի ֆիլհարմոնիկ նվագախումբը, չգիտեմ, Կոմիտաս, մեր հայտնի գրողներ եւ այլ, այսինքն կարծում եմ այստեղ ընդհանրականացում կա հենց այդ միջին փոքր բուրժուական շերտի, այսինքն ստե ոչ թե հայեր պետք է անվանել, այլ հայերի փոքր բուրժուական շերտը այսպիսին է, ոնց որ Լորենսը նկարագրում է, հենց այդպիսին է, եւ հիմա էլ այդպիսին է, այսինքն մենք հիմա տեսնում ենք, ասենք մտնում ես գյուղեր, որոնք չեն ուզում աշխատել ուղղակի, ու չես հասկանում ինչն է խնդիրը, էլի, չեն ուզում համագործակցել, չեն ուզում աշխատել, բայց սիրով կշահագործեին միմյանց։ Բայց սիրով կշահագործեին։ Միմյանց սիրով կշահագործեին։ Օրինակ Լեռնային Ղարաբաղը մենք արդեն 25 տարի է, արդեն ազատագրել ենք, ժամանակին Լեռնային Ղարաբաղը մենակ Հայաստանի չափ խաղող էր արտադրում։ Նու գրեթե Հայաստանի չափ միրգ էր արտադրում, ընդհանրապես էլի, բայց ուր է, հիմա ասենք մենք տեսնում ենք էլի տես քայքայված գյուղեր չաշխատող, որոնք սպասում են Երևանից ինչ-որ բյուջետային հատկացումներ, ինչ-որ անիմաստ ուռճացած բյուջեներ, անիմաստ մեծ քանակով, մենք խոսում ենք Դանիայում, բանի ավտոմեքենանի, ծառայողական ավտոմեքենաների մասին ես վերջերս 20 քանի հատ էր, եթե չեմ սխալվում։ 20 քանի հատ էր, ես կարծում եմ Ղարաբաղում մոտավորապես 20 անգամ ավելի շատ է։ Ծառայողական ավտոներ, քան Դանիայի հետ, ոչ թե պետք է Հայաստանի հետ համեմատել, Հայաստանի ընդհանրապես մի շրջանի հետ, եթե մենք համեմատենք, ապա կտեսնենք, որ նույն Լեռնային Ղարաբաղում ամենափոքր շրջաններում, որտեղ մի 10,000 ասենք բնակչություն կա, արդեն 20 հատ ծառայողական մեքենա կա, էլի։ Դրա համար, այսինքն այս նկարագրությունը այդ մանր մտածողության իմաստով ճիշտ է, բայց մենք տեսել ենք, երբ որ հայերի հնարավորություն ունեցել են լայն մտածել, մեծ մտածել, որ նրանք ինչ արդյունքներ են տվել, դույցուկ նույն խորհրդային միության կամ ոչ միայն խորհրդային միության հայաստանյան հատվածում,
այլ նաև Խորհրդային Միությունում ավելի լայն վերցրած, հա, սկսած Արամ Խաչատրյան, չգիտեմ, Սուրեն Քոչարյան, այդ ատոմային պրոյեկտի ղեկավարը եւ այլ, Վերջերս գաղտնազերծված միայն։ Հա, վերջերս գաղտնազերծված եւ այտենց հազարավոր մարդիկ, որոնք որ հսկայական գործ են արել, հենց ստեղծագործական բնագավառում, հենց կազմակերպչական բնագավառում։ Դրա համար ես կարծում եմ սա վերաբերում է Օսմանյան կայսրության հենց մանր բուրժուական այդ հատվածին, որի հետ հենց անմիջապես հենց շփվել է արաբացին եւ որի հետ կարար շփվել հենց ինքը։ Ես մի հատված էլ հիմա կընթերցեմ Կարեն, չգիտեմ, եկեք տեսնենք։ Սա ամենակարևորն է, քաղաքական հատվածն է։ Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը։ Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար։ Ուզում են այդ հողերը, բայց միայն որպես մասնավոր սեփականություն։ Ծանոթ չի, ծանոթ է։ Զարգացման գործը կազմակերպելու համար էլ չեն աշխատի։ Արտոնագրային կառավարման կհանձնեն երկիրը։ Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում ի հաշիվ ստացված վարձի։ Երկիրը վարձով տան, գնանք միտեղ ապրենք դուրս։ Ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի։ Ձեռք են բերում ու խնայում, վաճառում են, բայց միայն կրկնակին գնելու եւ ավելին ձեռք բերելու համար։ Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է։ Հայերն ամենաբարձր աստիճանին են հասել։ Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն մնացած մարդկությանը։ Հենց դա գիտեին ու դրանից էին սարսափում թուրքերը, հույները եւ բոլորը, ովքեր գիտեն հայերին։ Չգիտեմ, ծանր է, որովհետեւ մեզ ոնց որ հայլու մեջ նայես, որովհետեւ այսօր մենք երկիր ունենք եւ այդ երկրում չենք աշխատում։ Մեծի մասամբ չենք աշխատում կամ շատ-շատերս ուղղակիորեն մեր տները վարձով ենք տվել ու գնացել ենք այլուր։ Եվ արտադրական աշխատանքով իհարկե չենք ուզում զբաղվել, մեծի մասամբ էլ։ Բայց այնուամենայնիվ ունենք աշխարհը ստրկացնելու պոտենցիալ, Լորանս Արաբյանը։ Հա, դե խելոք են, հայերը խելոք են, բայց միայն խելոքությունը քիչ է։ Այսինքն որպեսզի կարողանաս կառավարես լուրջ ինչ-որ մի բան, պետք է կարողանաս վստահություն ստեղծես։ Իսկ մենք մեր մեջ չենք կարող վստահություն ստեղծենք։ Այսինքն դա ցույց է տալի, որ էմոցիոնալ ինտելեկտի առումով մենք բավականին լուրջ թերություններ ունենք։ Այստեղ հանգիստ գնում ենք նրան, որ իրար գցում ենք, հանգիստ նրան գրում ենք, որ իրար խաբում ենք եւ ջարդում ենք վստահությունը, որովհետեւ եթե դու ուզում ես կառավարես առանց վստահության, դա չի լինի։ Ախր մենք չենք կառավարում, կարող է կարճ։ Կարեն, մենք այս Լորանս Արաբացու իրար բնազդաբար շահագործում ենք, մենք ինքներս մեր ձեռքն ենք մնացել, էքսպլուատացիայի այլ օբյեկտ չունենք բացի մեր հայրենակիցներից, այդպես է ստացվել, մոնոէթնիկ երկիր է։ Դա էլ անում ենք, էլի, հիմա մենք ուտում ենք իրար այնպես, ինչպես ասենք, չգիտեմ, ուրիշներին կուտեինք իրենց արկայության պայմաններում, բայց դե չկան այդ ուրիշները, ինչ անենք։ Սա էլ ըստ Արաբացու բնազդ է ու շատ համոզիչ է գրած։ Այնպես է որ վիճելի բան երևույթը կա, այդ շահագործման հիմա ասենք այդ ստրկատիրության էլեմենտները կան, օրինակ նույն տաքսի սերվիզում, հա, որևէ մեկը մեքենա խփում է եւ քանի որ իր վաստակը շատ փոքր է, ասենք տասնյակ տարիներով ընկնում է ստրկացման մեջ այդ նույն տաքսի սերվիզից, որ ինքը ընդհանրենք մի 5 տարի պետքա ծրի գրեթե ծրի քշի, օրվա փորահացով որպեսզի կարողանա հանի։ Նույն ասենք գյուղատնտեսության բնագավառում ասենք մենք տեսնում ենք, որ մարդիկ վարկերի տակ ասենք մնում են եւ ըստ էության փորահացով աշխատում են, որպեսզի այդ վարկերին կերակրեն։ Այսինքն այդ ստրկատիրության էլեմենտները այսօր առկա են, տենշի որ այսօր չկա դա կա։ Հա, բայց էլ եմ ասում, սա չի վերաբերում բոլոր հայերին, էլի։ Չի այսինքն հայեր անվանելը սխալ է, պետք է ասել այն իմ կարծիքով այն հայերը, որոնք մանր բուրժուական աշխարհընկալման տեր են։
Հա, եւ դա իրենց իսկապես Եվ պայմանավորում են մեր հասարակության կացություն արժեքային կալենդարը շատ կարևոր է, որովհետեւ կողքից մենք այդ տպավորությունը թողնում ենք անգամ ինքներս մեր վրա։ Հիմա այսպեսի մի հարց եմ ձեզ ուզում տալ։ Դուք քիչ առաջ վստահության բացակայության մասին եք ասում։ Վստահության բացակայությունը այս դեպքում շատ հետաքրքիր մի բանի մեխանիզմ կարող է դառնալ։ Եթե մենք ունենանք այդ փոխվստահությունն իրար նկատմամբ, ձեր կարծիքով մենք կարող ենք հայերով բոլորովս կոնսենսուսի գալ, որ պարոնայք, էլ իրար չենք շահագործում։ Շուրջ բոլորը միլիոնավոր մարդիկ են, ուրիշ արյուն կրող, ուրիշ Աստծո հավատացող։ Եկեք էլ իրար չէքսպլուատացնենք, եկեք միավորվենք, որպեսզի կարողանանք, չգիտեմ, շահագործել ուրիշներին։ Կներեք, ես շահագործել չեմ ուզում անվանեմ դա, մեր շատ լավ ընկերներից մեկը մեր ոլորտի մի հատ շատ լավ բանաձև ունի, որը կոչվում է 3-7-7 Ուրեմն ինքը ասում է սա գաղտնի թիվ է, հայության թիվն է, այսինքն մենք 3 միլիոն մարդ ենք, Սփյուռքում ունենք մեր ապրանքը 7 միլիոն վաճառող եւ մեր շոկան 7 միլիարդ է։ Եվ մենք այդ պետք է այդ բանաձևը աշխատացնենք, հա, այսինքն ստե շահագործելու մասին չի խոսքը, այլ ապրելու եւ գոյատևելու, այսինքն միջավայրը, որտեղ դու կարող ես քո արտադրանքը վաճառել, դու ունես վաճառողներ եւ այդ վաճառողներն էլ ունեն շուկա։ Հիմա այդ դրանց արանքի քանդված կամուրջները պետքա սարքես։ Իսկ այդ քանդված կամուրջները հիմնական վերաբերում են վստահության, որովհետեւ որ սփյուռքահայերը եկավ գցեցինք, այն սփյուռքահայերները, որ եկան մնացին, մեզ գցեցին, հա, այսինքն կամուրջներ չստեղծվեց։ Չէ, նա ուղղակի մեզնից մեկը դարավ կոռուպցիա, խնամիական հարաբերություններ, պրոտեկցիոնիզմ։ Հա, այդ եմ ասում էլի, հա, այսինքն եկավ գցելու նպատակ։ Չէ, մենք անգամ օտարերկրացի մենեջերներին ենք մեզանից մեկը դարձնում տարիների ընթացքում։ Չէ, Հայաստանում պետք է, չգիտեմ, 4-5 տարին մեկ մենեջմենտի ռոտացիա անցկացնեն, որովհետև տեսա կան մի քանի օտարերկրացի խոշոր ընկերությունների ղեկավարներ, արդեն զգում ես, որ քեզ նման են դառնում։ Կարեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս Լորանս Արաբացու գնահատականները այնուամենայնիվ բավականին հիմնավորված ու արդարացված են ու ամենակարևորը ամբողջ աշխարհը սա հասկացել է բացի մեզանից, այսինքն այս են տեղերն են, որոնք մի կողմից մեր թույլ տեղերն են, բայց մյուս կողմից մեր մրցակցային առավելություններն են։ Բոլորը սա հասկացել են ու օգտագործում են իշա իրենց բացի մեզնից։ Այո, ասում ես բոլորը հասկացել են, ենթադրում է սուբյեկտ։ Ենթադրում է սուբյեկտ, այսինքն սուբյեկտ, որը հասկացել է։ Այդ սուբյեկտները սովորաբար պետություններն են, իրենց համապատասխան ծառայություններն են եւ այդ բոլորը կարող են հասկանալ, որովհետեւ իրենք սուբյեկտ են։ Ցավոք սրտի, մենք սուբյեկտ չենք։ Ճիշտ է, որովհետեւ հենց թողեցին, որ սուբյեկտ դառնանք։ Չէ, գիտեք, այդ մենակ թողելով չի, դու պետքա ուզենաս սուբյեկտ դառնալ, էլի։ Մենք կդառնանք ամբողջ մոլորակի տերը։ Հա, մենք պիտի ուզենանք սուբյեկտ դառնանք, այդ ցանկություն։ Չէ, ուզել, ասենք, այն մակարդակի, որ, չգիտեմ, քաղցր կոնֆետ եմ ուզում, բանա, հա, բոլորս էլ, չգիտեմ, ուզում ենք, հա, բայց սուբյեկտ դառնալը ենթադրում է երկարատև աշխատանք, հա, կրթություն է ենթադրում նախ եւ առաջ, ենթադրում է արժեքների փոփոխություն, հա, սուբյեկտ դառնալը, հա, ու ենթադրում է այդ սուբյեկտի ներսում, հա, վստահության կամուրջների կառուցում։ Կարեն, եթե արդար լինենք ինքներս մեր նկատմամբ, այսել 200 քանի տարի է մենք լավ թե վատ այդ սուբյեկտայնության վրա աշխատում ենք սկսած Իսրայել օրու ժամանակից։ Ու եթե վերջնականապես արդար լինենք, մեծ հաշվով էշը կերել ենք պոչն է մնացել։ Կա ինչ որ մի երկիր, հայերը ինչ որ իշխանություն ունեն ինչ որ մի օղակտորի վրա, մնացել է այդ ձեր ասած իրոք պոչն է մնացել։ Ես չեմ համարում։ Հա, բանա, կվազի պետություն ենք, որտեղ ըստ էության առաջ հայ իշխանները հարկահավաքում էին, տալիս էին այն իմպերիային, որտեղ մենք գտնվում էինք, հիմա մոտարապես նույն խնդիրն է, հիմա էական չի դա ինչ ձևով է հավաքում, հա, միջազգային արժութային հիմնադրամը վարկավորման, կեղծ վարկավորման ձևով է մեր մոտից եւ ռեսուրսները տանելով է ուրեմն այդ խնդիրը լուծում, թե ռուսների Գազպրոմի կամ ասենք, չգիտեմ, մյուս ուրեմն կազմակերպությունների նման են գումարը տանում, բայց իրականում այդ նույն խնդիրն է, այսինքն բանը, հարկը մենք մուծում ենք, այսինքն այդ խոշոր իմպերիաներին, որոնց տակ գտնվում ենք, ուղղակի տարբերությունն է, եթե առաջ մենք գտնվում ենք ենթադրենք կոնկրետ մի իմպերիայի տակ,
Հիմա ասենք միաժամանակ մի քանի իմպերիաների տակ են գտնվում, էլի հարկը մի քանի տեղ ենք մուծում։ Դրա համար տակը բան չի մնում։ Մյուս կողմից էլ գաղափարապես այդ իմպերիաները չեն թողում, որ դու զարգանաս, այսինքն այդ գումարը, որ քեզ տալիս են, այսպես ասած, գոյատևելու, որպեսզի դու իրանց ռեսուրս տաս, այդ գումարն էլ պայմանավորվում են չզարգանալու պայմանով։ Չզարգանալու կեղծ արժեքներ ներմուծելու, կեղծ կրթություն ներմուծելու, կրթական համակարգը քանդելու եւ այլ, որ դու մնաս ուղղակի սովորական քո ռեսուրսները, բնական ռեսուրսները իրենց հանձնող բան, օբյեկտ։ Շատ լավ, ու այդ process-ի մեջ մեր տեղական էլիտան գործիքն է այդ process-ի համար։ Հիմա, եթե մենք մեր տեղական էլիտային բացատրենք աշխարհը տիրելու գայթակղությունն ու հեռանկարը, որը բացեիբաց այս Լորանս Արաբացին մատնանշում է ու շատ-շատերը աշխարհում, ովքեր այս տարածաշրջանում գոնե այսպես հետաքրքրություններ ունեն, նորմալ հետևողականորեն իրագործում են։ Մեր էլիտան տեղականը չի ուզում իշխել աշխարհը։ Ուզում է, դուք պետքա բանը լինեք, են ոնց էր Մեսլինգներ բան են հայտնի հիպնոտիզորը Վոլֆ Մեսինգ։ Հա, Վոլֆ Մեսինգներ, չէ։ Դուք պետքա Մեսինգը լինեք, որ կարողանաք մեր տեղական էլիտային ինչ-որ մի բան բացատրեք, ներշնչելով խորը հիպնոզի տակ, որովհետև հիմա նենց էլիտայա ձևավորվել, որ բանա, իրանք լրիվ բանա, քառակուսի աշխարհընկալում ունեն, բանա, այսինքն իրանց ինչ-որ մի բան բացադրելը, դա գրեթե աննարին բան է, դուք խոսում եք, ասենք, մի բանի մասին, որ, ասենք, ձեր դիմացը հասկացող մարդ կա, որը արժեքները ձեր հետ կիսում է, եւ դուք նորմալ գործարքային բան եք իրան բացադրում։ Մենք գործ ունենք լրիվ ուրիշ մարդկանց հետ, դու գնացեք, չգիտեմ, ազգային ժողովի նախագահի մի բան բացատրեք, ես չեմ կարող։ Իսկ թվում է սա այն բաներից է, որ նա կհասկանա։ Խոսքը Լորանս Արաբացու մասին է, առաջավոր արևելքի հեղինակը մեծ հաշվով, այսինքն մարդը, ով հորինել է առաջավոր արևելքը այն ձևով, որ ինքը կա։ Ուրիշ բան, որ Արաբացու այնպես քաղաքագիտական ժառանգությունը մեր աչքի առջև հիմա վառվում ու այն աշխարհ է գնում, բայց այնուամենայնիվ։ Ես կարծում եմ, որ դա բան է, պատրանք է, էլիտային որևէ բան բացատրել այսօր, դա պատրանք է։ Գուցե դա հնարավոր կլինի 10 տարի հետո, որովհետև դու պետք է այդ էլիտայի հետ նախ հասկանաս ոնց աշխատես։ Աշխատանքի սկզբունքը հետևյալն է, նախ դու պետք է ինքը դառնաս սուբյեկտ, այն մասնագիտությունը, որ դուք աշխատում եք, կամ այն բնակավայրը, որտեղ դուք ապրում եք, կամ ձեր մասնագիտական սուբյեկտությունը ձեռք բերեք, կամ որտեղ որ ապրում եք, ասենք համայնքա, կամ չգիտեմ համատիրությունն է կամ ինչա եւ սկսեք ձեր շահերի այդ համար պայքարել մարդկանց հետ, որոնք քառակուսի են, երկրորդ իրանց ամենամեծ արժեքը փողն է։ Այսինքն այդ բարձր գաղափարներ, աշխարհ, կառավարել, տիրել, չգիտեմ։ Արաբացին հենց այդ է ասում է, որ հայերը այդ արժեքի միջոցով են գալու համաշխարհային իշխանություն։ Հիմա այդ սուբյեկտությունը չկա, հայերը չունեն այդ սուբյեկտությունը։ Այն ինչ որ արաբացի նկարագրում է, ես կարծում եմ, որ դա բան է, ինքը ուղղակի ամերիկացիներին համոզում է, որ եկեք հայերին ջարդենք, էլ հեսա ուսա գուցե հայերին բանան, տաքացնում ասենց գնահատականները, բայց ես կարծում եմ, որ սուբյեկտության մենք մեր ճանապարհ պետք է անցնենք, որը սուբյեկտության ձեռքբերման ճանապարհն է, այդ ճանապարհը հետևյալն է, դու ստեղծում ես սուբյեկտ, ու դիցուկ ժուրնալիստների ռեալ միություն, կամ ցանկացած այլ մասնագիտություն, շինարարների IT կամ համատիրություն է ստեղծում եւ այլն, որը պայքարում է իր իրավունքների համար, քառակուսի մարդկանց հետ, որոնց աշխարհընկալումը քառակուսի է, արժեքն էլ փողն է։ Գալիս է որոշակի ժամանակ, երբ այդ քառակուսի մարդը չի կարող ձեր հետ շփվի։ Ճնշումը շատ մեծ է եւ ինքը տեսնում է, որ իր ունակությունները չի երիկում։ Ինքը վերցնում է որևէ այլ մարդ, որը կարող է ձեզ շփվի, որը այդքան քառակուսի չի, արդեն 6 անկյուն է։ Ու որը միջանկյալ երկրաչափական պատկեր է, կլորներից ու քառակուսիների միջև։ Ու որը որ բացի փողից եւս մի հատ էլ արժեք ունի։ Ասենք օրինակ, ասենք կրթությունը։ Ու ինքը արդեն ավելի հեշտ է շփվում, բայց միևնույնն է, էլի խնդիրը չի լուծում, դուք շարունակում եք ճնշումը։ Այդ արդեն 6 անկյունների միությունը ձեր դեմը կանգնած հասկանում է, որ ինքը չի կարող ձեր հետ գլուխ դնի, որովհետև դուք
սուբյեկտ եք, դուք նպատակներ ունեք, դուք տեսլական ունեք եւ այլն, ինքը գնում է մի հատ 8 անկյուն է բերում, որը արդեն 3 արժեք ունի, դիցուկ, ասենք փողը, կրթությունը եւ, չգիտեմ, իրանց գյուղը։ Հա, ու այս ճնշումների միջոցով մենք գալիս ենք նրան, որ իրենք արդեն այդ մարդկանց, որ բերում են 6 անկյուններին, 8 անկյուններին, իրենք դրանց պիտի կրթեն կամ պիտի գտնեն ձեր մեջ, ձեր սուբյեկտի մեջից, որպեսզի ձեր հետ հաղորդակցվեն եւ իրենք սկսում են վերափոխվել, այսինքն այդ քառակուսիությունը վերածվում է ավելի բարդ երկրաչափական մարմինների, հա, որոնք ասենք ունեն, ասենք 1-ից ավել արժեք, դիցուկ 10 արժեք ունեն, բացի փողից։ Ու այդ ժամանակ ձեր դիալոգը նոր ստացվելու է։ Այսինքն մինչև գալը նրան, որ մենք իրար հետ խոսենք, քառակուսիների հետ, մենք բավականին ճանապարհ ունենք անցնելու։ Այդ ճանապարհը սկսելու է ճնշումներից, ուրիշ ձև չեք կարա։ Ուրիշ ոչ մի ճանապարհ չունեք, որովհետև եթե ձեր արժեքները տարբերվում են իրենց արժեքներից, իրենց արժեքից, որը միակն է, տարբերվում են, դուք չեք կարողանալ լեզր գտնեք, որպեսզի վստահության կամուրջ ձեռք բերեք։ Դրա համար պիտի շարունակեք ճնշումը, մինչև իրենց ինտերֆեյսը փոխեն։ Ես այնուամենայնիվ ժամանակից մի փոքր առաջ ընկնեմ ու քառակուսի մեր բարեկամներին եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Հարգելի բարեկամներ, մարդ, ով հորինել է Իրաքը, Սիրիան, Հորդանան, Սաուդյան Արաբիան, ամբողջ այս հսկայական տարածաշրջանը ժամանակակից սահմանների մեջ որոշել է ով որտեղի թագավորն է լինելու, ով ասենք որոշել է, որ չգիտեմ, հիմնականում շիիտական Իրաքում պիտի իշխեն սունիները, սուննիական Սիրիայում պիտի իշխեն ալավիները, ինչ եմ ասում, խելացի մարդ է եղել։ Մի խոսքով, ինքը մեր քառակուսիներից մեջ այս պոտենցիալը տեսել է։ Խնդրում եմ ուշադրություն։ Եթե հայերը երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան ու կաշխատեցնեն մնացած մարդկության։ Ինձ թվում է, սա այնքան գայթակղիչ բան է, նույնիսկ շատ քառակուսի մարդու համար։ Գիտեք, ինքը ըստ փորձի է ասում։ Ինքը ըստ փորձի է ասում։ Ինքը գիտի, որ նույն հասկանաս, այլ նույն Արմանին եմ ուզում այստեղ ռեֆերենս անել, որ ինքը գիտի, որ եգիպտացիների քրմերը հայեր են եղել, ինքը գիտի հիքսոսների հայկական ցակումնաբանություն մասին, հատկապես քրմերի, ինքը գիտի այդ կողքի ազգերի քրմերի մասին։ Հա, ինքը արդեն ինքը այդ փորձի մասին գիտի։ Լորանս Արաբացին իդեպ արխեոլոգ էր։ Այո, կրթությամբ։ Եվ ինքը ընդամենը ըստ էության կրկնում է, ասում է, գիտեք, որ սրանք ժամանակին այնքան են համահանել, ունակություն են ունեցել, որ կառավարել են, բայց ինքը դա բան է անում, պրոյեկտում է այսօրվա հայության վրա, ասում է սրանց հետ միտեղ տակ կառավարեն։ Կառավարելին հասնելու համար շատ երկար ժամանակներ են պետք, այսինքն այդ նույնը վերականգնելու համար, որովհետև քրմերը եղել են գիտության բաները, ռավիրանները այդ երկրներում։ Իրանք են ասել, այսօրը ցանեք, այնօրը անձրևա գալու, այս հողը մի սենց մշակեք, էսի սենց արեք, էս սենց արեք եւ այլն։ Բուրգերը սենց կառուցեք, չգիտեմ, բուրգերին հասելա թե չի հասել, բայց ամեն դեպքում, էլի։ Հա, այսինքն խոսքը գնաց է գիտնական ազգի մասին, որը գիտություն է ունեցել, ցանց է ունեցել, հա, եւ դրա միջոցով է կառավարել, հում չեն գնացել շվացնելով կառավարեն կամ ասենք ուզբեկի երկերը երկելով կառավարեն։ Պարզավոր չէ, ասենք արմենչկի երկերը որ երկում են, ամերիկացիները չեն կառավարվում դրանից։ Հա, այսինքն խոսքը գնաց է ինքը գիտի, որ ժամանակին սրանք գիտնական են եղել, ցանց են ունեցել համաշխարհային, կառավարել են։ Հիմա ասում է վտանգավոր է, էլի կառավարեն։ Այո, ճիշտ է, վտանգավոր է, եթե էլի նորից գիտություն ունենան, նորից կրթությունը վերականգնեն, նորից ցանցային ստրուկտուրա վերականգնեն, կարող է եւ կառավարեն։ Ոչ մեկ չի կարող ասի, միջև չկառավարեն, էլի։ Վերջը մեծ բաների մասին մտածեք, պարոն Այկեմ։ Սահմանադրությունը կանցնի, այս մի երկրի գյուղի գյուղապետով կլինի, ախր այդ ձեր հակով խնդիրներ չեն։ Այստեղ ձեր համար համաշխարհային տիրակալություն են մարգարեանում, իսկ դուք շարունակում եք այնպես, ինչպես որ եք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք մյուս շաբաթ։ Շնորհակալություն։